Մենք 4 անգամ ենք անում, հիմնական նպատակը աշխարհով մեկ սփռված մանտաշյանցի գործարարներին հավաքել մեկ շաբաթ Հայաստանում, որպեսզի իրար հետ հանդիպեն, համագործակցեն, պրոյեկտներ համատեղ անեն եւ այլն, որովհետեւ մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որ գործարարները կարողանան գլոբալ մտածեն եւ գլոբալ գործեն, ու նմանատիպ հանդիպումները այդ բոլոր հնարավորությունները տալիս են։ Անդ գնալով մեր աշխարհագրությունը ընդգրկվածությունը մեծանում է, այս տարի արդեն մոտ 20 երկրից մասնակից կա եւ մոտ 27-30 քաղաքից 20 երկրից այդ մոտ 30 քաղաքից մասնակիցներ ունենք, հայ գործարարներ, որոնց մի մասը մեր ներկա ակումբականներն են, մյուս մասն էլ ապագա մեր բացվող մասնաճյուղերի ղեկավարները, գործընկերները եւ այլն։ Հիմնական խնդիրը, որ այս Մանտաշյանց Global Summit-ի օրերը դառնան օրեր, որի ժամանակ ամբողջ աշխարհից հայ գործարարներ կմիավորվեն եւ քաղաքվեն Հայաստանում։ Սա մեր ոնց որ երազանքն եւ նպատակն է, մենք աստիճանաբար գնում ենք դեպի դրան։ Այս տարվա ընթացքում մոտ 1000 գործարար է մասնակցելու 7 օրերի ընթացքում մոտ 1000 գործարար է մասնակցելու միջոցառումներին, որից ակումբականները մոտ 400-500 հոգին են, բայց մնացածն էլ Հայաստանից տարբեր քաղաքներից, տարբեր տեղերից էլի գործարարներ մասնակցելու են։ Միջոցառումը իրականացնելու են 5 քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան եւ Ծաղկաձոր, տարբեր օրեր, տարբեր քաղաքներում։ Տեսեք, եթե հիմնական նպատակը, որ հայ գործարարը զգա, որ ինքը ունենա ընկերներ աշխարհի տարբեր կետերից, դա վերաբերում է Լոս Անջելեսի հայ գործարարին, դա վերաբերում է, չգիտեմ, Էստոնիայից հայ գործարարին, որոնք որ լինելու են, էլի այստեղ, Շվեյցարիայից եւ այլն, որ իրենք հասկանան, որ մենք մի գլոբալ ցանցի մի մասնիկ ենք եւ սկսեն համագործակցել, աշխատել, պրոյեկտներ անել։ Մեր օրինակ ներդրումային պրոյեկտներ են պրեզենտացիա արվելու, օրինակ անցյալ տարի մեր Global Summit-ի արդյունքում մոտավորապես $20 միլիոն ներդրում ա եղել Հայաստանում։ Մեր դրսի գործարարներն եկել ներդրում են արել Հայաստանում, այդ 7 օրերի ընթացքում են այդ որոշումները կայացվել։ Դրանց մի մասը արդեն արվել են, մի մասը պրոցեսի մեջ են։ Հիմա այս տարի էլ են լինելու նման պրոցեսներ ու վստահ եմ այս տարի ինչ որ արդյունք կլինի, կամփոփենք վերջում։ Տեսնենք այս տարի գուցե $40 միլիոն ստացվեն ներդրումներ։ Մանտաշյանցը ինքը էթնիկ ակումբ է, այսինքն միավորում է բիզնեսմենների, հայ բիզնեսմեններին տարբեր երկրներից եւ դա գլխավոր չափանիշն է եւ մեր նպատակն է ստեղծել հայկական բիզնեսմենների, հայ բիզնեսմենների ամենամեծ գլոբալ ցանցը, որը կմիավորի իրենց տարբեր հետաքրքրությունների, այդ թվում նաև բիզնես հետաքրքրությունների շուրջ։ Մեր նպատակն է ստեղծել խոշոր բիզնես համայնք, ով կարողանա կառավարության հետ լավ երկխոսություն վարի նաև եւ որի արդյունքում մենք կարողանանք ստեղծել ավելի լավ բիզնես միջավայր։ Մեր նպատակը ոչ միայն ներդրումներ ներգրավելն է, այլ կառավարության եւ այլ մասնակիցների հետ ստեղծել լավ միջավայր մեր բիզնեսի, մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Անունը Global Forum արդեն ահագին բան է ասում։ Գիտեք, Հայաստանը փոքր երկիր է, փոքր շուկա ունի։ Եթե դուք նայեք միայն ուզենաք Հայաստանի ներսում բիզնես անեք, ես հիմնականը խոսում եմ իհարկե բարձր տեխնոլոգիաների մասին, ապա շատ հեռու չեք գնա։ Դա համար պետք է այդ գործունեությունը լինի գլոբալ, ամբողջ աշխարհով, բայց այդ դեպքում նաև խնդիրներ առաջանում, որովհետև մրցակցությունն էլ է գլոբալ։ Դուք մրցակցում եք աշխարհի հզոր պետությունների հետ։ Դա համար պետք է այնքան ինովացիոն լինի ձեր առաջարկը, որ կարողանաք մրցակից լինել։ Հիմնական գաղափարը կապեր հաստատելն է, այդ տեսակետից կարող եմ ասել բավականին արդյունավետ է, որովհետև այս տարիների ընթացքում հանդիպել եմ, ճանաչել եմ, ծանոթացել եմ բազմաթիվ հայ գործարարների հետ, որոնց հետ ես չէի առնչվել, չէի շփվել։ Դա շատ կարևոր փորձառություն է։ Երկրորդ փորձառությունը, որ մենք կարողանում ենք մեր գաղափարները, մեր մոտեցումները, մեր բիզնեսի կառավարման գործիքակազմը իրար հետ կիսել, փոխանակել, կարծիքներ հայտնել ու այս տեսակետից զարգացումը անընդհատ է ու շարունակական է։ Շատ կարևոր է, որ Մանտաշյանց ակումբում շարունակաբար, մշտապես, պարբերաբար անցկացվում են տարբեր ուսուցողական, կրթական, նեթվորքինգային միջոցառումներ, ամեն շաբաթ 2-3, ու Հայաստանում չկա մեկ այլ գործարարների ակումբ, որ նմանատիպ ինտենսիվությամբ միջոցառումներ անցկացնի, ու այս միջոցառումների ընթացքում, ինչպես ասի, թե կրթվում ենք, թե սովորում ենք ու բոլորս կարիք ունենք այդ սովորելու, կրթվելու եւ շուկայի տնտեսության եւ գլոբալ զարգացումներին տեղյակ լինելու Մանտաշյանց ակումբում դա ապահովված է։ Իրականում շատ կարևոր
բան եք անում, շատ կարևոր գործ եք անում ու գործարարների միջև նեթվորքինգը, որը հնարավորություն է տալիս հարցերը լուծել տեղում եւ դրսում, շատ կարևոր է, բայց նաեւ ես հարցի երկրորդ կողմն եմ շատ կարևորում, որ դուք գործարարներով, որպես մեծ ինստիտուցիոնալ կառույց, պետական համակարգին էլ օգնեք, որպեսզի մենք մեր որոշումները ճիշտ կայացնենք։ Ձեր հաջողությունը մեր պետության հաջողությունն է, որովհետեւ ձեր գոյացրած հավելյալ արժեքը, հարստությունը սնում է մեր պետության մեքենան, առանց դրա չի լինելու ոչինչ։